Ողջույն իմ սիրելի հետևորդներ, այսօր շատ համեղ ելակի մոխիտո եմ պատրաստելու, պահածոյացնելու եմ ձմեռվա համար, մոտավորապես կաթսան 8 լիտր է և հաշվարկ եմ արել 7 լիտր ջուր եմ լցրել ու ավելացնում եմ մոտավորապես ամեն բանկայի համար 200 գրամ շաքարավազ, բանկաներս 1,5 լիտրանոց են, դուք կարող եք հատապտուղը լցնել բանկան, հետո ջուրը լցնել վրան, դատարկել, նոր շաքարավազը լցնել ու եռացնել, այդպես շատ հեշտ կլինի չափը իմանալը, ելակներն արդեն մաքրած են, հիմա յուրաքանչյուր բանկային 250 գրամ կլցնեմ, մինչև այստեղ ավելացնեմ նանան և մի շերտ կիտրոնը, արդեն կաթսայով օշարակը կեռա և կլցնեմ բանկաների մեջ ու կպահածոյացնեմ, ընդամենը մի ճուղ նանա եմ օգտագործում յուրաքանչյուր 1,5 լիտրանոց բանկային և կես շերտ լիմոն, շատ համեղ է ստացվում, երբ լայմ եք օգտագործում, ընդամենը 30 րոպե է հարկավոր, որ այս համեղ կոմպոտը պատրաստ լինի, մինչև տեղավորեցի ելակը, նանան և կիտրոնը, այստեղ արդեն ջուրը եռալու վրա է, հիմա մի րոպե հետո կբերեմ ու կավելացնեմ բանկաներին, շատ հաճախ բանկայի մեջ լցնում եմ շաքարավազը և միրգը, ինչը որ կամ հատապտուղը, հետո ավելացնում եմ եռման ջուրը, բայց շատ դեպքեր են եղել, երբ փչացել է, բանկաները ուռել են ու թռել են, դրա համար հիմա պարտադիր շաքարավազը ջրով եռացնում եմ, նոր ավելացնում եմ, ինչ կոմպոտ ուզում եք լինի, շատ լավ է մնում, ընդհանրապես չի ուռում, չի թթվում, կրիչկան չի թռնում, ահա լցրեցի, պահածոյացրեցի, տեսեք ինչ գեղեցիկ գույն է, դեռ նոր եմ փակել, հիմա պետք է տաք ծածկոցով ծածկեմ, մինչև առավոտ կթողնեմ, հետո կհանեմ, մի հատ լավ խոնավ շորով կմաքրեմ բանկաները և կտեղափոխեմ մառան, բոլորիդ մաղթում եմ հաճելի դիտում, կհանդիպենք հաջորդ վլոգում։